Ոնց կարելի է ավելի արագ հարստանալ կրիպտոարժույթների առուվաճառքով զբաղվելիս, թե բորսայում խաղալով 5 դասական կանոններով։ Արագ հարստանալ ոչ մեկ չի կարող, ավելի լավ է մոտիկ չգաք այս ոլորտին այդ մտածելակերպով։ Ձեր ունեցած մի քանի դոլար փողն էլ կկորցնեք։ Մի հատ թյուրըն բռնում կա, մարդիկ հաճախ ասում են կրիպտոյում ոնց փող աշխատեմ, մինչդեռ դա փող աշխատելու բան չի իրականում։ Երբ որ դու ստատիստիկորեն նայում ես, արժեթղթերի շուկան էլ ինքը փող աշխատելու բան չի, ուղղակի երկարաժամկետ կապիտալդ պաուստավորելու նույն ձև նույն գնողունակությունը պահելու միջավայր է, որ դու դնում ես օրինակ Ամերիկայի արժեթղթերի շուկայի գրաֆիկը S&P 500-ը ու շրջանառվող փողի ծավալը, այդ երկու գրաֆիկները իրար դնում ես, տեսնում ես, որ իրանք համահունչ միջինում 50 տարվա մեջ 7%-ով ամեն տարի աճում են։ Նույնը անշարժ գույքի շուկան, նույնը ոսկու շուկան, որ դու նայում ես երկարաժամկետ, մարդիկ ոչ թե ոսկի արժեթուղթ կամ անշարժ գույք առնեն, որ հարստանան, փող աշխատեն, այլ իրանք արդեն ունեցած կապիտալը իրանք կարողանան ստաբիլ պահեն, որ իրանք գնողունակությունը չընկնի։ Այդ սա գալիս է նրանից, որ պետությունները փող են տպում ու ինֆլյացիա է լինում։